Բարի երեկո բոլորին, այսօր ուրբաթ օր է, հունիսի 16, 2017 թվականի, Ճապոնիայի կենտրոնական բանկը իր նիստն արեց, ելույթ ունեցավ Ճապոնիայի կենտրոնական բանկի նախագահ, զեկույցներ հրապարակվեցին, առանձնապես որևէ չսպասվող միակ հարցը, որ պատասխանեց կենտրոնական բանկին, ու այս պահին որևէ հիմք խթանող տրամաբարկային քաղաքականությունը թուլացնելու կամ հակառակ միջոցառումներ սկսելու կամ տոկոսադրույք բարձրացնելու առումով։ Դա իհարկե մի քիչ թուլացրեց ճապոնական միերի դիրքերը, բայց այնքան ժամանակ մինչև Միացյալ Նահանգների տնտեսությունը անդրադառնանք հիմա հետությանը։ Բացի դա, Եվրոմիությունից դուրս եկան գների ինդեքսները կանխատեսված էին եւ նախորդ ամսվա համահունչ փոփոխություն գրեթե չկար, այնպես որ առանձնապես եվրոն չարձագանքեց այս նորություններին եւ հերթական հվատ նորություններ, ինչպես սպասում էինք անշարժույթի շուկայից, արդեն բավական երևի մի քանի շաբաթ ինչ այս տվյալ անշարժույթի ընդհանրապես տվյալները վատ արդյունքներ արձանագրում եւ այստեղ խնդիր անկում է տեղի ունենում եւ սա առաջին խնդիրներից մեկն է, որ տեղի ունենում եւ ես սկզբից ասել եմ, որ հերթական ամեն մի հերթական ռեզերվային դրույթի բարձրացում իր երթին բերելու է ընդհանուր շուկայական տարբեր տիպի վարկերի եւ ֆինանսական ռեսուրսների թանկացում, մասնավորապես հիպոթեկային վարկի, որը պայմանավորելու է նման պատկերը հատկապես անշարժույթի շուկայում։ Բացի այս վատ ցուցանիշներից նաեւ սպասում ենք իհարկե ոչ այսքան վատ սպառողների միջին համալսարանի կողմից ուրեմն դուրս եկող ցուցանիշների սպառողների կողմից դրամատրություններին եւ սպասումներին եւ խնդրեմ բավական պատասել են սպառողների դրամատրություններն ու սպասումները, մասնավորապես կախված իրենց նախագահի Թրամփի վարչակազմի անորոշ պահվածքի, ընդհանրապես իրենց որոշումներ կայացնելու հնարավորության, կոնգրեսում անցկացնելու հնարավորության եւ իրենց խթանող քաղաքականության իրականացման հետ կապված։ Այսպիսով հերթական անգամ հիմնավորվում է այն, որ ֆեդերալային համակարգը ավելի շատ իր օպտիմիստական գնահատականների արդյունքում բարձրացրեց, իսկ հետո որ այս ավելի հարմար է, քան որտեղ հետո շատ դժվար կլինի գտնել պահ ռեզերվային դրույթ բարձրացնելու եւ այդ քայլը ուղղակի արեց այս անգամ հետո գնալով ամեն հավանականությամբ մենք այդքան էլ հուսադրող ցուցանիշներ չենք տեսնել Միացյալ Նահանգներից եւ այդ վատ պատկերի վրա ռեզերվային դրույթ բարձրացնելը բնականաբար խնդիր լինելու ռեզերվային բանկի համար Միացյալ Նահանգների։ Մյուս շաբաթ ճապոնական առևտրային արտաքին առևտրային հաշվարկի ցուցանիշներն ենք տեսնելու երկուշաբթի օրը Ավստրալիայից ունենք կենտրոնական բանկի նիստ, տեսնենք ինչ զեկույց հրապարակվի այստեղ երեքշաբթի առանձնապես նորություններով առանձնապես հարուստ օր չէ, չորեքշաբթի օրը ընդհանուր շաբաթը արդեն անշարժույթի շուկայի շաբաթ է Միացյալ Նահանգներում եւ առաջին վատ ազդակները մենք տեսնում ենք Միացյալ Նահանգներից Ընտրեմ երկրորդական շուկայում վաճառքների ծավալներն ենք տեսնելու եւ նավթի հերթական նորությունները մենք անընդհատ սպասում ենք ամեն դեպս պաշարների աճ, ընդ որում 20 րոպեից տեսնենք թե նավթ արտադրող տեխնիկաները աճ գրանցել են հերթական աճը թե ոչ այս շաբաթ։ Նաեւ հինգշաբթի ունենք Նոր Զելանդիայի կենտրոնական բանկի նիստ իր զեկույցներով, ռեզերվային դրույթի բարձրացում չենք սպասում, սակայն դրույթի մասին զրույցներ կարելի է լսել, տեսնել, հասկանալ, Նոր Զելանդիական տեսությունը սկսել է ակտիվ վերականգնվել, ընդհանուր շաբաթ ավելի հանգիստ էր, քան բնական հանգիստ է լինելու, քան այս շաբաթ, տեսնում ենք նորությունային ֆոնը շատ թույլ է, մասնավորապես Միացյալ Նահանգներից առանձնապես նորություններ չունենք եւ հերթական ուրբաթ օրը նոր այստեղ ունենք Եվրոմիության ցուցանիշներ գործարար ակտիվության վերաբերող Գերմանիայից, Ֆրանսիայից, Եվրոմիությունն ամբողջությամբ վերցրած եւ Կանադայի կարևոր ցուցանիշները սպառողական գների ինդեքսի մասով հերթական ցուցանիշը Միացյալ Նահանգներից անշարժ գույքի շուկայից նույնպես ընդհանուր առ նաեւ գործարար ակտիվության
ինդեքսն է, այստեղ ուրբաթ օրը մի քիչ ակտիվանալու է ֆունդամենտալ ֆոնը ուրբաթ օրը, իսկ մինչև ուրբաթ ընդհանուր առմամբ ինձ թվում է շուկայում ավելի շատ քաղաքական գործոններ են տեղ գտնելու եւ տարբեր տեսակի մեկնաբանությունները, ինչպես նաեւ ռեզերվային բանկի տարբեր ռեզերվային բանկերի միացանալի ռեզերվային բանկերի տարբեր նախագահների զեկույցները, ասուլիսները, մեկնաբանությունները այս տեղում ունեցած նիստից եւ ինչու բարձրացրեցին ռեզերվային դրիքը։ Այդ ամենը մենք բնականաբար ինչպես միշտ կանդրադառնանք հատ-առհատ յուրաքանչյուր օր իր ֆունդամենտալ պատկերին։ Ընդհանուր առմամբ ես ֆունդամենտալ առումով մնում եմ կարծիքին դոլարը ուժեղանալու առանձնապես հիմքեր չունի եւ այս ինչ մենք հիմա նկատում ենք, տեսնում ենք ըստ իս դա ավելի շատ կոռեկցիոն բնույթ է կրում, ինչեւ որ շուկաները ավելի շատ հասկանան արդյոք ճիշտ է ֆեդերալ ռեզերվային համակարգը, թե ինչ-որտեղ շտապել է եւ իր լավատեսական գնահատականները շտապ է կայացրել։ Այսպիսով եվրո-դոլար տեխնիկական պատկերին անդրադառնանք, երեկվա մոմը մեզ տվեց 2 սերտոպ դնելու հնարավորություն, կարմիր զոնա եւ գլուցե, տեսնում ենք, որ չի աշխատել, գլուցեի սերտոպը կմնա եւ կարմիր զոնա մի քիչ տեղափոխվում վերև, մեկ սերտիր ունենք շրջադարձային մոմից, այնտեղ վերևում գտնվում է նաեւ մեր ստոպ լոսը, այնտեղ կլինի նաեւ մեր buy stop-ը, որտեղ այն որ ֆրակտալ է ձևավորում արդեն երկու շաբթի օրը ներողություն արդեն այստեղ կա այդ buy stop-ը Հաստատ մեկ բայստոպ գտնվում է այստեղ հետաքրքրական է որ կսպասենք նաև այսօրվա ավարտին, որովհետև մենք կարմիր գծի մակարդակում ենք եւ կարող է ավելի բարձր փակվի մոմը, միևնույն ժամանակ կանաչելով AOI սունյակը այսօրվա, մեզ տալով 2 բայստոպ դնելու հնարավորություն։ Ուշադիր լինենք այսօրվա մոմին, ընդհանուր առմամբ դեռ պատկերը սելի համար նաև ունենք այստեղ բավական հեռու սել ֆրակտալ։ Սպասենք արգացումներին, ֆունտը նույն իրավիճակում է, ուրեմն սեր ստոպերը սեր ֆրակտալից, բայ ստոպը բայ ֆրակտալից, սպասում ենք հիշեցնել, որ երկու շաբթի օրը ուրեմն ստեղծությունները Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջև ինչքան գիտեմ նաև գլեջոն երկու անգամ կրճատվել է ուշադիր եղեք ֆունտի հետ բոլոր զույգերի հետ առումով, այնպես որ տատանողականությունը կարող է բարձրանալ շաբաթ։ Այստեղ ավելի շատ քաղաքական առումներով կտեսնենք ֆունտի շարժը, որը դեպքերում դրա համար էլ մենք ֆրակտալային զոնաներում ենք դեռ մնում, սպասենք տեսնենք որ ուղղությամբ շարժը կակտիվանա։ Իենան բավական խորքային կոռեկցիա գնաց, արդեն մենք տակվել էր մեր դիրքերը ստոպ լոսերով, սպասենք տեսնենք ինչի զարգացում կլինի։ Նոր սել ֆրակտալ է այստեղ ձևավորվել, ուշադիր լինենք, սա ամսի մոմն է, այստեղից դրված է սել ստոպը եւ բայ ստոպ ունենք բավական հեռու ամսի 11-ի մոմի մաքսիմումից դրված է մեր բայ ստոպը։ Սպասենք երթական զարգացումները, այստեղ նույնպես շուկայից վիճակում են գտնվում։ Ֆրանկը Եվ բայ ֆրակտալ ունենք բավական հեռու մայիսի կողմից, այդտեղ է բայ ստոպը, այլ դիրք դեռ չունենք, եւ շաբաթ կարող է կանենք։ Դոլարը հերթական շարժերն է անում իր, գնում ենք կոռեկցիա, բայց ես ասեմ ավելին, եթե մոտիկ եք դել արդեն աշխատելու որ տեղափոխված կարմիր զոնայի սելը, ունենք մեկ բայ ստոպ լոսը գտնվում է ամսի 14-ի մինիմումին, աշխատվում է ամսի 14-ի մինիմումին, մեր սեր ստոպն ենք տեղափոխել այստեղ, բայ համար բայ ֆրակտալը գտնվում է բավական հեռու, այն մայիսի 11-ի մաքսիմումից է, երկու բայ սպասենք, տեսնենք շաբաթ ինչ կլինի։ Կանադական դոլարը եթե սեր ստոպերը այստեղ մոտիկ է դրված, կարմիր զոնայի տեղափոխված սեր ստոպի մասին է խոսքը, ապա այն արդեն աշխատել է, այնպես որ այստեղ ունենք բայ շրջադարձայինից եւ սել կարմիր զոնայից, սելի համար ստոպ լոսը կդնենք 3.9 մաքսիմումի վրա, իսկ բայի ստոպ լոսը դրված է հենց ամսի 14-ի մինիմումին, այնտեղ է նաեւ մեր
նոր ֆրակտալը, սել ֆրակտալը ձևավորվում եւ այնտեղ կա մեր սել ստոպը։ Այնպես որ սպասենք, տեսնենք այստեղ ինչպես իրադարձություն լինի։ Ավստրալիական դոլարը շարունակում է աշխատել, շարունակում է մեր բայերը աշխատել, նոր բայ ֆրակտալ է ձևավորվում, նոր կանաչ զոնա է ձևավորվում, այսօր կարող է եւ մենք բայ ֆրակտալը այստեղ չգտնենք, այնպես որ եթե չափեցի, բայ ֆրակտալ ունենք այստեղ բայ ստոպ դրված եւ երկու բայ ստոպ այսօրվա մոմի մաքսիմումից կդնենք, խնդրեմ, համեցեք։ Երկու բայ ստոպեր, այդ ով գնաց, ով փակեց հետևից դուռը։ Վերցնե դուռը մի փակել, որ մուտք ու ելքը Գևորգն այն ինչ-որ տանջվում չի ստացվում Գևորգի մոտ։ Գևորգ ջան, դու մեզ չես լսում։ Գևորգ։ Մինչև Գևորգը կարձագանքի, ավստրալիական դոլարը բայերի շարք ունենք այստեղ եւ մեր բայերը բոլորն աշխատում են, ստոպլոսը մի քիչ կարող ենք օպտիմալացնել, վերել ամսի 14-ի մոտ մինիմումի տակ, խնդրեմ, որակալ դիրքեր են այստեղ աշխատում, մեր նպատակը դեռ մնում է մեր առջևում, առաջինը զրոյություն է, սելի համար ունենք սել ֆրակտալ, այն հունիսի 2-ի մոմի մինիմումից է։ Նույն ճամփով շարունակում է նորզելանդական դոլարը, ուղղակի այստեղ կանաչ զոնա չունենք, կորեկցիան մի քիչ խորքային էր, իսկ առաջարկերի ստոպլոսը այս տեղափոխել 3 մինիմումի տակ բոլոր սելերի, ավելի լավ տեղ, սակայն այս բայ ստոպ խնդրեմ, եւ այստեղ կդնենք մեր բայ ստոպը, ուսանք մի շաբաթ տեսնենք կանաչ զոնան, աշխատում են դեպս բայողությունը, հիշեցնեմ մի շաբաթ մենք ունենք այստեղ երկու լուտների մոտ կենտրոնական դրան կարող են առաջացնել որոշակի շարժեր այս արժույթների մոտ։ Սելի համար մեր սել ստոպերն են 15-ի մինիմումից 11-ի եւ ամսի 12-ի ֆրակտալային 0-ից անցման եւ լույսի սիգնալներով։ Բավական հեռու են, ըստ թվում է միջ այդ այստեղ այդ երեսիների նոր տարբերակներ ավելի վերևում կունենանք, եթե շրջվենք դեպի սել։ Ոսկին սել ուղղությունն է զարգացնում, ոնց որ թե չի կարողանում արագ զարգանա, գնում ենք ըստ թվում է այս գծին, որից հետո բոլոր դեպքերում բայ ուղղությունը այս հնարավոր է սպասի։ Որևէ սել դնելու տեղ չունենք, բացի սել ֆրակտալից, դա մայիսի մոմն է, հունիսի 6-ի մոմի մաքսիմումից ունենք բայ ֆրակտալն է մեր այստեղ, սելերի ստոպ լոսերը դեռ գտնվում են ամսի 14-ի մոմի մաքսիմումին, այստեղ են բոլոր ստոպ լոսերը, մի շաբաթ հասկանանք, թե ինչ է կատարվում այս շուկայում, ոսկու շուկայում, բայց բոլոր դեպքերում ռեզերվային դրույթի բարձր մակարդակը ոսկու գների համար ճնշող հանգամանք է։ Արծաթի մոտ նույնպես իրավիճակը մեր ստոպլոսը կարող ենք տեղափոխել ամսի 15-ի մաքսիմումին արդեն եւ սպասել հետագա զարգացումներին։ Բայի համար ունենք բայ ֆրակտալ, այստեղ նաեւ լույսերի բայ ստոպ, երկու բայ ստոպը հունիսի 6-ի մոմի մաքսիմումից այսպիսին է իրավիճակը նաեւ արծաթի մոտ նավթն է մեր դեռ սել է, բայց այսօր որոշեց որոշակի կորեկցիա գնալ, որևէ նոր դիրք չունենք, սելերն աշխատում են, սելի համար դիրք չկա, եւ այստեղ նոր սել ֆրակտալ ունենանք, բայ ֆրակտալ ունենք բավական հեռու, այն ամսի 25-ի մայիսի 25-ի մաքսիմումից է, նույն էլ բրենդին է վերաբերում, սել ուղղություններ են դեռ աշխատում, սելերի համար ստոպը դեռ պահում ենք ամսի 14-ի մաքսիմումին, բայի համար բայ ստոպ ունենք, այն գտնվում է ամսի 25-ի մոմի մաքսիմումին։ Այսպիսին է իրավիճակը, հիշեցնեմ, որ ունեցել ենք շրջադարձ, աշխատել է, այժմ այսօրվա մոմը մեզ տալիս է դիվերսեր սիգնալի հնարավորություն, այսօր մոմի մինիմումից ևս մենք սեր ստոպ կդնենք, վաղը կտա մեզ երկրորդից ամեն հավանականությամբ, ոնց որ թե ֆոնդային ինդեքսները որոշել են վերջը շարժվել ներքև, Նազդակն է այսօրվա մոմի մեզ տալիս է 0-ից անցման սեր ստոպ, խնդրեմ, մակարդակը բավական հետաքրքիր է եւ այստեղից
սկսել լողություն շարժվել ավելի հետաքրքիր կլինի, ովքեր միջոցով կաշխատեն ինդեքսներով ավելի մանրամասն կադրադառնանք։ Դո Ջոնսն է վերջապես իհարկե այս բանին է այն այդպիսի տեսնենք ինչպես կփակվի, ամեն դեպս այս բանին մենք ունենք այդպիսի հետարքիր մոմ, և այստեղ ընդհանուր մոդելները շրջադարձային են, փոքր մոմը և հնարավոր է այստեղից մեծ շարժ սկսվի ներքև։ Մեքսիկական պեսոն սել, նոր ֆրակտալ է ձևավորվում այստեղ, նոր պարմեզան հնարավոր է ձևավորվի։ Ստոպերը կարող ենք արդեն դեր երեկվա մոմի մաքսիմումին, բոլոր սելերը կլինեն դրական զոնայում արդեն և ուղղություն ներքև։ Ավստրալիական դոլար, նոր զելանդական դոլարը շարունակում ենք բայ, դեռ որևէ այլ դիրք չունենք բայ ստոպ ունելու, բացի բայ ֆրակտալը, այն բավական հեռու է, սպասենք այստեղի զարգացումներին։ Ֆունտ կանադական դոլարը աշխատել է մեր շրջադարձային մոմը, տեսնենք ուր է տանում այն։ Ֆունտ ավստրալիական դոլարը ունենք շրջադարձային մոմ, բայց դեռ չաշխատած այստեղ տրված է մեր բայ ստոպը, սպասենք, տեսնենք աշխատի թե չէ։ Այսպիսին է իրավիճակը, եթե շուկաներում, եթե կան հարցեր խնդրեմ, հարգելի մասնակիցներ։ Եթե հարցեր չունեք, ապա այսօրվա համար այսքանը։ Շնորհակալություն մասնակցության համար։ Կհանդիպենք մեր հերթական ժամի 3-շաբթի օրը 20:30։ Բոլորիս հաճելի հանգստյան օրեր, մինչ մյուս 3 շաբթի։ Ցտեսություն։